Ինչու են բոլորը ուզում ունենալ punch card-եր, ինչա ընդհանրապես այդ punch card ասվածը եւ ինչ կապ ունի սրա հետ coffee house-ը։ Առաջին հերթին ուզում եմ հիշենք, որ ժամանակին coffee house-ը տալիս էր կարտիչկաներ, որոնց վրա նշաններ էին անում ամեն անգամ, երբ որ դուք պատվեր եք գրանցում, եւ վերջում դուք կարողանում եք ստանալ անվճար սուրճ։ Այս երևույթը միշտ եղել է մարքեթինգում, բայց երբեք չի եղել ինքնազարգացման ոլորտում ու հիմա ինքը տրենդային է դառնում հենց ինքնազարգացման ոլորտում։ Ինչ են անում մարդիկ։ Ստեղծում են քարտեր, ես ձեզ վերջում ցույց կտամ, թե ինչպես կարելի է ստեղծել։ Կարող եք տպել, կարող եք նկարել մի խոսքով։ Եվ այնտեղ փոխանակ նշեն, օրինակ, քանի անգամ են ինչ-որ բան առել, նշում են քանի անգամ են ինչ-որ բան արել։ Եվ վերջում ունենում են նվեր, իրենց պատրաստում են նվերներ։ Հոգեբանության տեսանկյունից սա շատ աշխատող է, որովհետև մենք ավելի հակված ենք գործողությունները ավարտելու, եթե մենք գիտենք, որ վերջում ինչ-որ բան ենք ստանալ։ Ինչպես պատրաստել, կա երկու տարբերակ։ Առաջին հերթին կարող եք Pinterest մուտք գործել, որպեսզի տեսնեք, թե ինչ դիզայններ կան, ոգեշնչվեք, ուղղակի screenshot եք անում, տալիս եք GPT-ին եւ ասում եք, որ նմանատիպը սարքի ձեզ համար։ Երկրորդ տարբերակը դուք եք պատրաստելու Canva-ի միջոցով։ Canva-ում search եք անում loyalty card կամ punch card, ընտրում եք դիզայնը, փոխում եք, այստեղ ես շատ քիչ եմ փոխել, բայց դուք կարող եք սիրուն դիզայն ստանալ։ Միանգամից ցույց կտամ, թե թեմույցեր ինչպես կարող եք պատվիրել։ Մտնում եք եւ գրում եք custom cards, ընտրում եք այն տարբերակը, որտեղ դուք եք նկարը դնելու։ Այսքանը։ Կսպասեմ ձեր պատրաստած դիզայններին։